Շատ ծանր է ազգային ժողովում, հա, աշխատանքը, ինչու որովհետև ում հետ գործ ունեն։ Իմիջիալոց ես հիմա քիչ հետո այստեղ նաև եթերում կլինի Գառնիկ Դանելյանը, ես վստահ եմ, որ շատ շատերը վստահ եմ նաև դուք, որովհետև գիտեմ ձեր հիացմունքը Գառնիկ Դանելյանի աշխատանքի նկատմամբ, առայժմ ինքը ազգային ժողովում չի, ես մի քիչ իմ համար իհարկե անհասկանալի է այս որոշումը Հայաստան դաշինքում, դե գիտեք, 3 ուժեր միացան, հայ-հեղափոխական դաշնակցությունը, առհասարակ ընդունեք թե չընդունեք, Գառնիկ Դանելյանը այնպիսի փայլուն գործիչ է եղել, падգամավոր է եղել, որ դա չպիտի քննարկվի, ոչ թե մենք ինչ-որ պահի պիտի սպասենք, որ Գառնիկ Դանելյանը անցնի խորհրդարան, Գառնիկ Դանելյանը առնվազն պիտի լավագույն հնգյակում լիներ, ցանկացած ընդդիմադիր այս պահին ցանկացած, հույս ունենանք, որ կլինի, բայց սա ես ասեմ եւ հայ-հեղափոխական դաշնակցության եւ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն բացթողումն է, սա իմ մոտեցումն է, չգիտեմ նրա հետ կապված եթե ինչ-որ բան ունեք ասելու թե ոչ, որտեղ լիներ падգամավոր, որ ցանկացած տեղ այդպիսի աշխատանք, ուրեմն արել են Ռաֆի Հովհաննիսյանի ուժը, հիշում եք 5 падգամավոր էին, ես այն ժամանակ ապշած ասում եմ, ո՞նց են հասցնում, տիկին Լարիսան էր, Ձարի Պոստանջյանը, Ռաֆի Հովհաննիսյան, որտեղ որ խնդիր կար, այդտեղ կանգնած էին, այսինքն որտեղ խնդրեմ կար, ինչ կար եւ զարմանալիորեն բոլոր շերտերի կողմից ընդունված էին։ Եվ հիմա Հայաստան դաշինքը ուներ մի այնպիսի падգամավոր, որ որտեղ խնդիր կար, Գառնիկ Դանելյանը կանգնած էր եւ բոլոր շերտերի կողմից ընդունված էր։ Ես կարծում եմ սա հայ-հեղափոխական դաշնակցության մեծ բացթողումն է, Ռոբերտ Քոչարյանի մեծ բացթողումն է, հույսով որ առաջիկայում ինքը անպայման, որտեղ այդ Շեմինի ասել, ինքը կհատի, բայց ասեմ մենք չպիտի սպասենք, որ ինքը պիտի հատի, ինքը պիտի առաջիններից մեկը լիներ, առաջին հնգյակում լիներ, եւ ինքը խորհրդարանում լիներ։ Գիտեք, բոլոր դեպքերում ես համամիտ եմ եւ ընդհանրապես կադրային քաղաքականությունը շատ նուրբ բան է։ Գիտեք, մենք ամենտեղ արդարություն ենք ուզում, ճշմարտություն ենք ուզում, մենք նաեւ պիտի տեսնենք, որ անարդարության այդ մարդը այդպիսի աշխատանք արել, ինքը պիտի լիներ, դա քննարկման չէ։ Բայց գիտեք ինչ, ես այսպես մեծագույն հարգանքս Գառնիկ Դանելյանի նկատմամբ արդեն ինչպես է ինքը մեկնաբանում այդ իրավիճակը, հա, երբ ինքը այսօր պարլամենտում չէ, գիտեք ինչ ես համամիտ եմ իր հետ։ Ինքը մնում է Գառնիկ Դանելյան։ Հասկանում եք, վատ է, որ իր ուժերը չի օգտագործվում, հա, դա շատ վատ է, բայց իր կեցվածքը, այդ արժանապատիվ կեցվածքը հիմա ամեն անգամ մենք չպիտի հույս դնենք մյուսի արժանապատիվ բան լինելու, մենք պիտի նաև մտածենք, որ կա արդարություն, բացի դրանից գիտեք լավագույն կադրերը, այսպես բան չեն, հա, փոխություն թափա չէ, եթե կա լավագույն կադր, ինքը ոտքից գլուխ արժեք է եւ պետք է այս կադրերին ուրեմն ուժերը օգտագործել հանուն երկրի, հանուն այս իրավիճակից դուրս գալու։ Եվ ձեր տպավորությունը հիմա տեսեք, իրենք փորձում են հնարավորինս էժանացնել, իջեցնել, շատերն ասում են մանկապարտեզի մակարդակի բերել, բայց որտեղ որ պետք է կապան շատ ագրեսիվ է, ոչ երեխաներին չվիրավորեն։ Այո, ես եմ համաձայն ձեզ հետ, որ եւ հիմա երբ որ խոսում է, ուրեմն 3-1-ը ասում է, որ ինձ համար ինքը հոգեվոր առաջնորդ չի, բայց Փաշազադեն հոգեվոր առաջնորդ է, քպականն է ասում, քպ-ին ձայն տվողն է։ Լավ լսեք։ Այսօր էլ հենց որ ուրեմն ընդդիմադիրները տալիս են վեհափար հոր անունը, թափահարում են, չոր ծափահարում են, հարվածում են սեղանին, աղմուկ են բարձրացնում։ Այս տեսարանը մեկ րոպե ընդհանրապես։ Քաղաքացիական պայմանագիրը անսալով Ռուբեն Ռուբինյանի թեմայի մեջ մնալու կոչին քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Լսում են կաթողիկոս։ Ուժանության մակարդակ այդ տհաճը հետո ասկսա լրջություն, ինչ մակարդակ, հա։ Ասում է հետո Քրիստինե, սա մանկապարտեզից դուրս եկեք, սա ինչ գոհները շփտում են։ Տեսեք ինչ գոհ իրենցից գոհ շփտում են, հա։ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը տալուց, այսպես փաստորեն բանի մեջ են հայտնվում։ Մենք պիտի հասկանանք, թե ինչքան կարևոր է Թուրքի համար այսօր ադրբեջանա-թուրքական այդ տանդեմի համար ինչքան կարևոր է մեր եկեղեցին քանդելու հարցը։ Կարևորության մակարդակն է սա ցույց տալիս, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ մեր եկեղեցին, մեր ուրեմն կաթողիկոսի գլխավորությամբ, մեր ինքնության հենարաններից մեկն է, իսկ իրենց թիրախում, մեր թշնամու թիրախում, որոնց ներկայացուցիչները ցավոք սրտի նստած են այսօր մեր ամենաբարձրագույն ուրեմն մարմնում, իրենք կատարում են այդ պատվերը։ Մարդը, գիտեք ինչ, ես զարմանում եմ, անկեղծ է ասել այդ աղջիկը։
անկեղծ ասել է, որ իր համար, հա, իսկական հոգեվորականը նա է։ Հիմա իրենք այդ դիրքերից աշխատող մարդիկ են։ Եթե նույնիսկ այս նստածներից բոլորը չէ, որ այդպես པարզ բառերով ասում են, իրենց դիրքորոշումը, իրենց մտքերում այդ նույն բանն է, բարձրաձայնել է մարդը, ինչ եք ուզում։ Բարձրաձայնել է դիրքորոշումը, բարձրաձայնել է տեսակետը։ Եթե այդ դիրքորոշումը չունենային, այսպեսի պահվածք ունենային կաթողիկոսի անունը լսելիս։ Ինչ են ասել կաթողիկոս, հա, կաթողիկոսի անունը լսելիս։ Այսինքն այսօր պատերազմ է բոլոր ուղղություններով։ Եվ եկեղեցին ուրեմն թուլացնելը, եկեղեցու հիմքերը քանդելը իրենց հիմնական նպատակներից մեկն է։ Եվ իրենք տեսեք ինչ ուրեմն միակամությամբ, այնտեղ մարդ կար, որ չէր խփում, իսկ ո՞ւմա չկար։ Տեսեք ինչ միակամությամբ գնում են դեպի այդ նպատակը։ Սա ուղղակի մենք պետք է տեսնենք, արձանագրենք իրողությունը եւ հասկանանք ուր ենք հասել եւ ուր ենք գնում։ Շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ, մի քանի րոպեից ուղիղ եթերում կլինենք Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Գառնիկ Դանելյանի հետ։